Հաջողությամբ եզրափակիչ ելույթը շարունակեմ մեղադրյալ Սերժ Ազատի Սարգսյանի վերաբերյալ մասով։ Պատվաժան դատարան, հարգելի կողմեր, Սերժ Ազատի Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ը նկատ ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն հանդիսանելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ, Պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 1603/2002 թվականի թիվ ՀՆ գծիկ 1064 հրամանագրի համաձայն հանդիսանալով պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու է եղել ղեկավարել, կազմակերպել և վերահսկել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության, այսուհետև նախարարություն, համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագրեր, այդպիսով պետական մարմնում մշտապես իրականացրել է կազմակերպչական, տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսացել է պաշտոնատար անձ։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում 25/01/2005 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է թիվ 147 գծիկ Ա որոշումը, որով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը։ Հիշյալ որոշումը վավերացվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 2005 թվականի փետրվարի 28-ին։ Այնուհետև 31/03/2005 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է թիվ 392 գծիկ Ա որոշումը, որով լրացվել է թիվ 147 գծիկ Ա որոշումը, լիազորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին տնօրինել նախարարության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով։ Հայաստանի Հանրապետության կառավարության 31/03/2005 թվականի թիվ 392 գծիկ Ա որոշումը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է 11/04/2005 թվականին։ Սերժ Սարգսյանը 2005-2006 թվականների ընթացքում իր մտերիմների, ենթակաների, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց և նշված անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների նյութական օգուտն ապահովելու, առավել շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների գույք օտարելու և ձեռք բերելու շահադիտական նպատակով, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, մի շարք անձանց, այդ թվում նախարարության համապատասխան պաշտոնյաների հանցակցությամբ, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով արարքների կատարման պահին գործող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետությանը պատկանող նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևան քաղաքի ծովակալ Իսակովի պողոտային և Եռաբլուր զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արգելքից անհամեմատ ցածր գներով օտարել է նշված անձանց, այդ կերպ 15 դրվագ վատման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը
իր եւ հանցակիցների կողմից կատարված հանցավոր արարքները քողարկելու, ապշտակության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պարտականությունը թաքցնելու, պատկանելությունը թաքցնելու, նշված գույքերի հետագա տնօրինմանը, տիրապետմանն ու օգտագործմանը, այդ թվում տնտեսական գործունեության իրականացման համար, օրինական տեսք տալու նպատակով, գույքերի օտարման գործարքներին անձամբ եւ հանցակիցների միջոցով, որոշ դեպքերում նաեւ նյութապես շահագրգռելու եղանակով, ներգրավել է իրականում գործարքի կողմ չհանդիսացող անձանց, ապահովելով նրանց մասնակցությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հետ, այնպես էլ իր եւ հանցակիցների հայեցողությամբ անշարժ գույքերի տնօրինումը, տիրապետումն ու օգտագործումն ապահովելու նպատակով հետագայում կնքված եւ իրականացված ձևական քաղաքացիաիրավական ու դրանց ուղեկցող ֆինանսական գործարքներին, այդ կերպ պաշտոնական դիրքն օգտագործելով, երկու դրվագով օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերը, երկու դրվագով օժանդակելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերի պաշտոնական դիրքը եւ դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացմանը եւ մեկ դրվագով օժանդակելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանը։ Այսպես, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության կառավարության 25/01/2005 թվականի թիվ 147 գծիկ A եւ 31/05/2005 թվականի թիվ 392 գծիկ A որոշումներով լիազորված լինելով տնօրինել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով 2001-2008 թվականների ընթացքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Մանուկյանի հետ փոխկապակցված իրավաբանական անձ հանդիսացող Արարատ Մոթորս ՍՊ ընկերության նյութական օգուտը վերջինիս կողմից առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք ձեռք բերել են ապահովելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց հանցակցությամբ պաշտոնական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով, խախտելով պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները, հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում առանձնապես խոշոր չափերով վատում կատարելու դիտավորությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանին հանձնարարել է վերջինիս ղեկավարած վարչության զորքերի բնակավորման վարչության բնակարանային ֆոնդի հաշվառման եւ պաշտպան բաժնի պետ Արսեն Պապյանին կարգադրել իր կողմից 2005 թվականի ապրիլի 26-ին տրված Տնը կոտորակ 510 գծիկ 209 լիազորագրի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2381 գծիկ A եւ 2005 թվականի ապրիլի 15-ի թիվ 780 գծիկ A որոշումներով Նախարարությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եռաբնուր զինվորական պանթեոնին հարակից տարածքում գտնվող 0.4093 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հանգստի գոտում եւ քաղաքային այգու հիմնադրման համար օգտագործման նպատակային նշանակության հողատարածքը Արարատ Մոթորս ՍՊ ընկերությանն օտարելու վերաբերյալ Արուվաճառքի պայմանագրի նախագիծը։ Նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ եւ միմյանց փոխլրացնող գործողությունների արդյունքում Սերժ Սարգսյանի հանձնարարության եւ Արմեն Սարգսյանի կարգադրության հիման վրա 2005 թվականի ապրիլի 26-ին Արսեն Պապյանը հիշալ Արուվաճառքի պայմանագրի նախագիծը արդեն Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված վիճակում ներկայացրել է նոտարական վավերացման եւ նույն օրը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի
եւ իրավաբանական անձ հանդիսացող Արարատ Մոտորս ՍՊ ընկերության միջև կնքվել է անշարժ գույքի առողջարքի պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ հիշյալ հողամասը անհամեմատ էժան գնով ընդամենը 36.841.500 դրամով վաճառվել է Արարատ Մոտորս ՍՊ ընկերությանը, որից հետո հիշյալ անշարժ գույքը 2005 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանը առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Արարատ Մոտորս ընկերության անվամբ եւ ներառվել կազմակերպության գույքային ֆոնդում։ Այսպիսով, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի անհատույց եւ շահադիտական նպատակով այլ անձինը Արարատ Մոտորս ՍՊ ընկերությանն է դարձրել առանձնապես խոշոր չափերի 168.200.000 դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եռաբլու զինվորական պանթեոնին հարակից տարածքում գտնվող 0.4093 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 36.841.500 դրամով պետությանը իդեմս հայ պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններով գույքն օտարելու հնարավորությունից, վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 130.358.500 դրամի վնաս։ Պատերժան դատարան, հարգելի պաշտպանության կողմ, ես դատաքննության ընթացքում, երբ դեռևս ներկայացնում էի գույքային հայցս, ամբողջությամբ հրապարակել եմ այն փաստական գործող կողմը, արարքի փաստական կողմը կատարված արարելուց անցան պահանջող արարքները, որոնք ըստ էության ներառված են մեղադրյալ Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքով։ Կարծում եմ, չեմ թույլ տա որևէ քրեադատավորական խախտում, եւ եթե նաեւ պատվարժան դատարանը եւ հարգելի պաշտպանության կողմը արարքություն չունի այս կապակցությամբ, ձեր թույլտվությամբ Եզրափակիչ ելույթից հաջորդի մասը ցանկանում եմ ներկայացնել ավելի հակիրճ, բայց իհարկե նաև ընկալելի։ Եթե առարկություններ չկա, շարունակեմ այդ մեխանիզմով, առաջի դրվագը ներկայացրի ամբողջ ծավալով, որպեսզի ըստ էության հասկանալի եւ պարզ լինի, թե առերևույթ ինչ գործողություններ են իրականացվել, որոնք բարույթ իրականացնող մարմնի կողմից դիտվել են իրավական նորմերի խախտում։ Եվ այսպես Եթե չկա Շնորհակալություն, իհարկե ես իմ հակիրճ խոսքում փորձեմ պահել էությունը։ Փորձեմ, պատվարժան դատարան։ Եվ այդ շատ ծավալուն լինելու իմաստով եմ փորձել որոշել հասկանալ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհատույց եւ շահադիտական նպատակով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ այլ անձինը Սերոժա Մանուկյանին է դարձրել առանձնապես խոշոր չափերի 52.650.000 դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եռաբլու զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 0.1992 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 23.907.600 դրամով պետությանը իդեմս պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններով գույքն օտարելու հնարավորությունից վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 28.742.400 դրամի վնաս։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ այլ անձինը Գարեգին Գաբրիելյանին է դարձրել առանձնապես խոշոր չափերի 95.600.000
80,000 ՀՀ դրամի շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացա Սեբաստիա համայնքի Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից տարածքում գտնվող 0.2092 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 18.828.000 դրամով պետությանը իդեմս հայապաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններով գույքը նոտարելու հնարավորությունից պատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի ապշտակություն Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 76.852.000 ՀՀ դրամի։ Հաջորդ թիվ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ դարձյալ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջների խախտմամբ այլ անձինը Վալերի Գրիգորյանինն է դարձրել Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով 95.680.000 ՀՀ դրամի շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացա Սեբաստիա համայնքի Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող հողամասը այն վաճառելով ընդամենը 18.828.000 ՀՀ դրամով որի հետևանքում պետությունը իդեմս ՀՀ պաշտպանության նախարարության զրկվել է առավել շահավետ պայմաններով նշված գույքը օտարելու հնարավորությունից և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 76.852.000 ՀՀ դրամի վնաս։ Պայմանական դրվագ 5-րդ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ նույն իրավական նորմի պահանջների խախտմամբ այլ անձինը Հրաչիկ Թավադյանինն է դարձրել Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով 73.090.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով Ուրեմն Երևան քաղաքի Մալացա Սեբաստիա համայնքի Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից տարածքում գտնվող 0.1546 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 13.917.600 դրամ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, որը կազմում է 59.172.400 դրամ և դրա հետևանքով պետությունը նաև զրկվել է տվյալ հողամասը պաշար կերպով տնօրինելու և ավելի բարձր գումարով վաճառելու հնարավորությունից։ Հաջորդ թիվ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ խախտելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները ապօրինի անհատույց այլ անձինը Հարություն Մանուչարյանինն է դարձրել առանձնապես խոշոր չափերով 237.270.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 0.9 համակերեսով հողատարածքը այն ընդամենը վաճառելով 63 միլիոնով, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 174.270.000 ՀՀ դրամի վնաս և տվյալ դեպքում պետությունը նույնպես զրկվել է այդ հողամասը բաշխաշ կերպով տնօրինելու և բարձր արժեքով վաճառելու հնարավորությունից։ Դրվագ 7-րդ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի անհատույց և շահագիտական նպատակով խախտելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները այլ անձինը Հարություն Մանուչարյանինն է դարձրել առանձնապես խոշոր չափերով 574.260.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 2.3 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 161 միլիոն դրամով, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս 413.260.000 ՀՀ դրամ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի անհատույց և շահադիտական նպատակով հողային օրենսգրքի 66-րդ հոդվածների պահանջների խախտմամբ այլ անձինը Անուշաբան Ղազարյանինն է դարձրել առանձնապես խոշոր չափերով 399.580.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով
1,4514 հավ մակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 101 միլիոն 600 հազար դրամով պետությանը իդեմես Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում գույքը նոտարելու հնարավորությունից, վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքերի հափշտակություն, որի հետևանքով պետությանը պատճառվել է 297 միլիոն 980 հազար դրամի վնաս, դրվագ 9-ով։ Ձեր Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ, վաճառական գազերենի օժանդակությամբ, ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով իրեն ու վաճառական գազերանին է դարձրել առանձնապես խոշոր չափերի 1 միլիարդ 588 միլիոն 300 հազար դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հավ մակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 360 միլիոն 450 հազար դրամով պետությանը իդեմես պաշտպանության նախարարության զրկելով նշված հողամասը առավել շահավետ պայմաններում օգտագործելու հնարավորությունից և հյուրասման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 1 միլիարդ 227 միլիոն 850 հազար դրամի վնաս, ինչպես նաև պաշտոնական դիրքի օգտագործմամբ վաճառական գազայրանի հետ համակատարմամբ օրինականացրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 1 միլիարդ 588 միլիոն 300 հազար դրամի արժեքով վերոհիշյալ գույքը, դրվագ 10-ով։ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով այլ անձինը Հայկ Ճշմարիտյանին է դարձրել առանձնապես խոշոր չափերով 1 միլիարդ 623 միլիոն 340 հազար դրամ շուկայական արժեքով 3,6518 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 328 միլիոն 662 հազար դրամով պետությանը իդեմս պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններով գույքը նոտարելու հնարավորությունից վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է 1 միլիարդ 231 միլիոն 678 հազար դրամի վնաս։ Հաջորդիվ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ վաճառական գազարանի օժանդակությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով իրենն ու վաճառական գազարանին են դարձրել առանձնապես խոշոր չափերով 72 միլիոն 300 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը այն վաճառելով ընդամենը 43 միլիոն 270 հազար դրամով պետությանը իդեմս պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում նշված գույքը օտարելու հնարավորությունից հյուրասման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է 29 միլիոն 30 հազար դրամի վնաս, ինչպես նաև պաշտոնական դիրքի օգտագործմամբ վաճառական գազարանի հետ համակատարմամբ օրինականացրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով նշված գույքը։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով այլ անձինը AC Bridge ընկերությանն է դարձրել առանձնապես խոշոր չափերի 94 միլիոն 160 հազար դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը, այն վաճառելով ընդամենը 15 միլիոն 300 հազար դրամով պետությանը իդեմս պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններով գույքը նոտարելու հնարավորությունից վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է 78 միլիոն 860 հազար դրամի վնաս։
պայմանական 13-րդ դրվագ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհատուց եւ շահադիտական նպատակով այլ անձինը Արմեն Սարգսյանին է դարձրել Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով 217 միլիոն 160 հազար դրամ շուկայական արժեքով հողատարածքը, այն վաճառելով ընդամենը 51 միլիոն 176 հազար դրամով, ինչի արդյունքում Պաշտպանության նախարարությունը զրկվել է այդ հողամասը առավել շահավետ պայմաններում օգտագործելու հնարավորությունից եւ վատման եղանակով հափշտակվել է ուրեմն նշված հողամասը գումարը, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 217 միլիոն 160 հազար դրամի վնաս։ Պայմանական դրվագ 14։ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհատույց եւ շահադիտական նպատակով այլ անձինը Արմեն Սարգսյանին է դարձրել Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի 304 միլիոն 260 հազար դրամ շուկայական արժեքով վերոգրել հողատարածքը, այն վաճառելով ընդամենը 79 միլիոն 800 հազար դրամով, պետությանը իդեմս պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում գույքն օտարելու հնարավորությունից, վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույքի հափշտակություն, Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 224 միլիոն 460 հազար դրամի վնաս, ինչպես նաև խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Արմեն Սարգսյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 304 միլիոն 260 հազար դրամ շուկայական արժեքով գույքը, պաշտոնական դիրքը եւ դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացնելու։ Հաջորդիվ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհատույց եւ շահադիտական նպատակով այլ անձինը Գևորգ Խաչատրյանին է դարձրել առանձնապես խոշոր չափերի 88 միլիոն 100 հազար դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակա Լիսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0.265 համակերեսով հողատարածքը, այն վաճառելով ընդամենը 26 միլիոն 500 հազար դրամով պաշտպանության պետությանը իդեմս պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում գույքն օտարելու հնարավորությունից, վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 61 միլիոն 600 հազար դրամի վնաս։ Դրվագ 16-րդ։ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհատույց եւ շահադիտական նպատակով այլ անձինը իրավաբանական անձ հանդիսացող ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ փակ բաժնետիրական ընկերությանն է դարձրել առանձնապես խոշոր չափերի 1 միլիարդ 211 միլիոն 350 հազար դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակա Լիսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 2.163 համակերեսով հողատարածքը, այն վաճառելով ընդամենը 540 միլիոն 750 հազար դրամով, պետությանը իդեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում գույքն օտարելու հնարավորությունից, վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 670 միլիոն 600 հազար դրամի վնաս։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհատույց եւ շահադիտական նպատակով այլ անձինը իրավաբանական անձ հանդիսացող Toyota Երևան սահմանափակ պատասխանատվության ընկերությանն է դարձրել 645 միլիոն 920 հազար դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի
Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեյում գտնվող 1,194 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 119 միլիոն 400 հազար դրամով պետությանը իդեմես պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում գույքը նոտարելու հնարավորությունից վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույքի հափշտակություն Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 526 միլիոն 520 հազար դրամի վնաս, ինչպես նաև խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Toyota Երևան ՍՊ ընկերության մասնակիցների կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 645 միլիոն 920 հազար դրամը դրամի շուկայական արժեքով գույքի օրինականացմանը։ Եվ այսպես Սերժ Սարգսյանին մերձագրվում եմ 17 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, 2 դրվագ նույն քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և 3-րդ կետերով, 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 38 գծիկ 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և 3-րդ կետերով, 1 դրվագ նույն քրեական օրենսգրքի 38 գծիկ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։ Պատվաժան դատարան եզրափակիչ ելույթս ավարտեցի։